Ձմեռվա խոր գիշեր էր։ Երևանի փողոցները գրեթե դատարկ էին, իսկ սառը քամին անցնում էր շենքերի միջով սուր սուլոցով։ Քաղաքը, որ սովորաբար լցված էր աղմուկով ու կյանքով, հիմա լուռ էր, կարծես քնած։ Այդ նույն պահին մութ փողոցներից մեկով դանդաղ ընթացող մեքենայի մեջ նստած էր Տաթև Ասատրյանը։ Նա վերադարձում էր հերթական փորձից։ Օրը երկար էր եղել, հոգնածությունը զգացվում էր, բայց նրա մտքերը դեռ երաժշտության մեջ էին։ Մեքենայի մեջ մեղմ հնչում էր մի նոր մեղեդի, որը նա փորձում էր ավարտել։ Հանկարծ նրա հայացքը կանգ առավ մի անկյունում։ Փողոցի լամպի թույլ լույսի տակ նստած էր մի տարեց կին։ Տաթևը դանդաղեցրեց մեքենան։ Տատիկը հագել էր բարակ վերարկու, որի տակից ցուրտը կարծես ներս էր թափանցում։ Նրա ձեռքերը դողում էին, իսկ կողքին դրված էր մի փոքրիկ տուփ, մի քանի մետաղադրամով։ Տաթևը մի պահ կասկածեց։ Գիշերը ուշ էր, փողոցը դատարկ, բայց հետո նրա սիրտը չթողեց անցնել։ Նա կանգնեցրեց մեքենան, իջավ ու մոտեցավ։ «Բարև ձեզ», մեղմ ասաց նա։ Տատիկը գլուխը բարձրացրեց։ Նրա աչքերը հոգնած էին, բայց ջերմ։ «Բարև, աղջիկ ջան, ինչու եք այսքան ուշ դրսում, այսքան ցուրտ է»։ Տատիկը թեթև ժպտաց։ «Տուն չունեմ, բալաջան, այստեղ եմ մնում»։ Այդ խոսքերը կարծես սառցրին օդը։ Տաթևը մի պահ լռեց։ Նրա աչքերը լցվեցին ցավով։ «Դուք կերել եք այսօր»։ «Մի քիչ, մարդիկ ինչ տալիս են»։ Տաթևը առանց երկար մտածելու հանեց իր վերարկուն ու փաթաթեց տատիկին։ «Սա հագեք, խնդրում եմ»։ «Չէ, աղջիկ ջան, դու կմրսես»։ «Ես լավ եմ», ժպտաց Տաթևը, «դուք ավելի շատ եք պետք ունիք»։ Հետո նա նստեց նրա կողքին, սառը բետոնի վրա, առանց վարանելու։ «Ձեր անունը ինչ է»։ «Մարիամ»։ Պարզվեց, Մարիամ տատիկը տարիներ առաջ ունեցել էր տուն, ընտանիք, բայց ժամանակը շատ բան էր փոխել։ Նրա երեխաները գնացել էին արտերկիր, կապը կտրվել էր, իսկ ինքը մնացել էր միայնակ։ Տաթևը լսում էր նրան լուռ, առանց ընդհատելու։ Այդ պատմությունը նրա սրտում ծանր նստեց։ «Եկեք ինձ հետ», վերջապես ասաց նա։ «Ուր»։ «Տուն, տաք տեղ»։ Տատիկը սկզբում չհավատաց։ «Չեմ ուզում քեզ անհանգստացնել»։ «Դուք ինձ չեք անհանգստացնում», պատասխանեց Տաթևը, «դուք ինձ պետք եք»։ Նա օգնեց տատիկին կանգնել, դանդաղ տարավ դեպի մեքենան ու նստեցրեց ներս։ Ճանապարհին տատիկը լուռ էր։ Նա պատուհանից դուրս էր նայում, կարծես դեռ չէր հավատում, որ այլևս այդ սառը անկյունում չէ։ Երբ հասան տուն, Տաթևը բացեց դուռը։ Տաքությունը անմիջապես փաթաթեց նրանց։ «Բարի գալուստ», մեղմ ասաց նա։ Տատիկը ներս մտավ, դանդաղ, զգուշությամբ։ Նրա աչքերը շրջում էին սենյակով, կարծես երկար տարիներ նման վայր չէր տեսել։ Տաթևը նրան նստեցրեց, բերեց տաք թեյ, հետո ուտելիք։ Մարիամ տատիկը առաջին կումից հետո փակեց աչքերը։ «Էսքան տաքություն, մոռացել էի ինչ է»։ Այդ գիշեր նրանք երկար խոսեցին։ Տաթևը լսեց, հիշեց, զգաց։ Եվ երբ տատիկը վերջապես քնեց տաք հանգնախում, Տաթևը կանգնած էր դռան մոտ ու նայում էր նրան։ Նա հասկանում էր, որ այս ամենը պատահական չէր։ Հաջորդ տերերը Տաթևը չսահմանափակվեց միայն այդ մեկ օգնությամբ։ Նա գտավ սոցիալական ծառայություններ, օգնեց տատիկին փաստաթղթերի հարցում, սկսեց զբաղվել նրա մշտական կացարանի հարցով։ Բայց ամենակարևորը, նա չթողեց նրան միայնակ։ Մարիամ տատիկը սկսեց ապրել Տաթևի տանը, ժամանակավոր, բայց սիրով լի։ Տունը նորից լցվեց պատմություններով, այս անգամ մի կնոջ, ով երկար տարիներ մոռացված էր եղել։ Մի օր Տաթևը նստած էր դաշնամուրի մոտ։ Նա սկսեց նվագել մի մեղեդի, որը ծնվել էր հենց այդ գիշերվա հիշողություններից։ Մարիամ տատիկը լսում էր։ «Սա քո մասին է», ասաց Տաթևը։ Տատիկը ժպտաց։ «Չէ, բալաջան, սա քո սրտի մասին է»։ Եվ այսպես մի ցուրտ ու մութ գիշեր, որը կարող էր անցնել աննկատ, դարձավ մի պատմություն լույսի, ջերմության ու մարդկային բարության մասին։
Եվ Երևանը իր սառը փողոցներով հանդերձ այդ գիշեր մի փոքր ավելի ջերմ դարձավ, միայն մեկ մարդու ընտրության շնորհիվ։ Ձմեռը դեռ չէր ավարտվել, բայց Երևանի օդում արդեն մի փոքր այլ ջերմություն էր զգացվում։ Այդ ջերմությունը գալիս էր ոչ թե եղանակից, այլ մարդկանցից, հատկապես մեկից՝ Տաթև Ասատրյանից։ Մարիամ տատիկի հայտնվելը Տաթևի կյանքում փոխել էր շատ բան։ Առաջին օրերը տատիկը դեռ ամաչում էր։ Նա փորձում էր շատ չխոսել, չխանգարել, նույնիսկ երբ Տաթևը նրան ասում էր. «Սա քո տունն էլ է հիմա»։ Մարիամ տատիկը հաճախ նստում էր պատուհանի մոտ ու նայում դուրս, բայց արդեն ոչ թե սառնությամբ ու միայնությամբ, այլ հանգստությամբ։ Մի օր առավոտյան Տաթևը նկատեց, որ տատիկը խոհանոցում է։ «Ինչ եք անում», զարմացած հարցրեց նա։ «Քեզ համար ճաշ եմ պատրաստում», ժպտաց տատիկը։ «Այսքան ժամանակ դու ես ինձ խնամել»։ Տաթևը մի պահ կանգ առավ։ Նա չէր սպասում դրան։ Տունը, որը նա տվել էր որպես ապաստան, հիմա սկսում էր վերածվել իրական ընտանիքի։ Ամիսները անցնում էին։ Տաթևը շարունակեց իր աշխատանքը՝ համերգներ, ձայնագրություններ, հանդիպումներ, բայց ամեն անգամ տուն վերադառնալը հիմա ուրիշ զգացում էր։ Մարիամ տատիկը միշտ սպասում էր նրան։ «Եկար, բալաջան»։ «Եկա», ժպտում էր Տաթևը։ Մի օր Տաթևը կարևոր զանգ ստացավ։ Սոցիալական ծառայություններից էին։ «Մենք գտել ենք լուծում Մարիամ տատիկի համար։ Կարող ենք նրան տեղափոխել հատուկ խնամքի կենտրոն, որտեղ նա կունենա մշտական պայմաններ»։ Տաթևը լռեց։ Նա գիտեր, դա լավ տարբերակ էր։ Տատիկը կունենար բժշկական խնամք, ապահովություն, բայց… Երբ նա այդ մասին ասաց Մարիամ տատիկին, վերջինս երկար լռեց։ «Դա լավ է, չէ՞», մեղմ հարցրեց տատիկը։ «Այո, շատ լավ պայմաններ են», պատասխանեց Տաթևը, բայց նրա ձայնում վստահություն չկար։ Տատիկը նայեց նրան։ «Բայց դու չես ուզում, որ ես գնամ, չէ՞։ Տաթևը ժպտաց, բայց աչքերը խոնավացան։ «Ես ուզում եմ, որ դու լավ լինես»։ Տատիկը մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքերը։ «Ես արդեն լավ եմ, բալաջան, որովհետև մենակ չեմ»։ Այդ խոսքերը ամեն ինչ փոխեցին։ Տաթևը հասկացավ, որ երբեմն լավ պայմանները միայն պատերը չեն։ Նա որոշում կայացրեց. «Դուք ոչ միտեղ չեք գնալու, եթե չեք ուզում»։ Մարիամ տատիկը ժպտաց այնպես, ինչպես երկար տարիներ չէր ժպտացել։ Այդ օրից հետո Տաթևը ավելի մեծ քայլ արեց։ Նա սկսեց փնտրել մարդկանց, ովքեր նման իրավիճակում էին՝ մենակ, անօգնած, մոռացված։ Նրա տունը դարձավ ավելի մեծ ընտանիք։ Ոչ բոլորն էին մնում այնտեղ, բայց բոլորը ստանում էին մի բան՝ ուշադրություն, ջերմություն, արժանապատվություն։ Մարիամ տատիկը դարձավ այդ ամենի սիրտը։ Նա էր դիմավորում նոր մարդկանց, նա էր պատմում. «Մի վախեցեք։ Այստեղ մարդիկ լավն են»։ Մի երեկո Տաթևը կրկին նստած էր դաշնամուրի մոտ։ Այս անգամ նրա կողքին նստած էր Մարիամ տատիկը։ «Նվագիր այն երգը», ասաց տատիկը։ «Որը»։ «Էն, որ իմ մասին է»։ Տաթևը սկսեց նվագել։ Տունը լցվեց մեղմ երաժշտությամբ։ Դրսում դեռ ցուրտ էր, Երևանը դեռ ձմռան մեջ էր։ Բայց այդ տան ներսում արդեն գարուն էր։ Եվ այդ գարունը սկսվել էր մի պարզ բանից. մի կանգ առնելուց, մի նայելուց, մի օգնելուց։